Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 25-ն է։ Այս հաղորդման մեջ հիմնականում խոսելու ենք միջազգային կարևոր իրադարձություններից, Հայաստանի մասով երեք մենք մանրամասն խոսել ենք, բայց մեկ կարևոր բայց կա, սկսելու ենք Թրամփի մեկ հայտարարությունից, որը որ կարող է վերաբերվել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ավելի ճիշտ Ադրբեջանին է վերաբերվել, եւ քանի որ Ադրբեջանին է վերաբերվելու այդ հայտարարությունը, հնարավոր է այն բնականաբար նաև վերաբերվի ինչ-որ չափով նաև մեզ։ Սակայն կարևոր է հիշեցնեմ լայքերի մասին, քանի որ լայքերը մոգական ազդեցություն ունենում մեր ալիքի տարածման եւ այս հաղորդումների տարածման համար, մոռանում ենք, դիտումները միանգամից նվազում են, բայց երբ որ հիշում ենք եւ ձեր շնորհիվ ստանում ենք այդ մոգական լայքերը, միանգամից հաղորդումները առաջ են ընկնում եւ լավ տարածում են ստանում։ Տեսենք, ինչպես արդեն նշեցի Թրամփի այն հայտարարությունից, որով որ Աբրահամի պայմանագրի մեջ, ծրագրի մեջ կարող է միանան նոր երկրներ։ Ինչ է նշանակում այդ համաձայնագիրը եւ ինչու կարող է Ադրբեջանը միանալ այդ համաձայնագրին։ Մենք այս մասին խոսել ենք, մի շարք արաբական երկրներ Թրամփի նախորդ նախագահության օրոք միացել են այդ համաձայնագրին, այդ համաձայնագիրը մշակվել է, որքան հասկանում եմ, կոնկրետ Թրամփի նախորդ վարչակազմի կողմից, Թրամփն է եղել նախաձեռնողը, եւ մի շարք արաբական երկրներ Իսրայելի հետ կարծես ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որի պայմաններում արդեն արտոնյալ ինչ-որ հարաբերություններ են ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ լրիվ այլ որակի կարգի հարաբերություններ են ստանում այդ երկրները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կարելի է ինտերնետում գտնել եւ ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ է Իրանից ենթադրում այդ Աբրահամի համաձայնագիրը, բայց Թրամփը հիմա հայտարարում է, որ նորանոր երկրներ կարող են միանան այդ համաձայնագրին։ Իսկ մենք գիտենք, թե Հիհմետ Հաջիևը երկու անգամ որ այցելել էր Իսրայել, ինչ էր քննարկում, այդ քննարկումների շարքում նաեւ տեղեկություններ կային հետո, որ Ադրբեջանը եւս ցանկանում է միանալ այդ Աբրահամի համաձայնագրին, Աբրահամի համաձայնագրի մաս երկիր է ուզում դառնալ նաև Ադրբեջանը։ Եվ այստեղ նաև պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից զանգ էր եղել Բաքու եւ բանակցում էին Ադրբեջանի հետ եւ խոսում էին Ադրբեջանի հետ հայ-ադրբեջանական կարգավորումից, ճիշտ է, հաղորդագրությունը ընդհանուր առմամբ դրական էր, բայց հաշվի առնելով այն, որ Թրամփը բիզնեսմեն է եւ ինչ-որ միտեղ նաեւ առևտրականի հոգեբանություն ունեցող մարդկանցով է շրջապատված, սա ինչ-որ միտեղ մեզ մտահոգում է։ Մենք նաեւ տեսնում ենք Իրանի արտգործնախարարի այցը Երևան, դեռևս այդ այցը նոր է, նոր հայտարարություններ չունենք, իսկ կարծում եմ, որ այսօրվա ընթացքում բազմաթիվ կարևոր հայտարարություններ կլինեն, բայց այստեղ մեկ կարևոր փաստի վրա եւս ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել։ Վերջին շրջանում, եթե նկատել եք, վերջին 1.5-2 ամիսների ընթացքում գրեթե օր չկա, որ մենք Իրանից կամ ավելի ճիշտ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մասին տեղեկություններ, հաղորդագրություններ չունենանք։ Կամ դեսպանն է Իրանի հայտարարություններով հանդես գալիս, կամ Հայաստանի փոխարտգործնախարարն է մեկնում, կամ այնտեղ է մեր դեսպանը հանդիպումներ ունենում իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կամ արտգործնախարարությունից են խոսում Հայաստանի մասին եւ այսպես շարունակ, կամ վարչապետն է խոսում Փեզեշկյանի հետ հեռախոսով, այսինքն ամեն օր, գրեթե ամեն օր, ամեն օրվա ռեժիմով Հայաստանի Հանրապետությունը հարաբերություններ ունի Իրանի հետ եւ այդ հարաբերությունները հայտարարությունների մակարդակով արդեն տարածվում են նաեւ համացանցում, այսպիսի ակտիվություն նախկինում չկար։ Ինչով է սա պայմանավորված։ Իմ պատկերացմամբ Իրանը կարևոր դաշնակից է համարում Հայաստանին Եվրոմիության կարևոր դաշնակից մեր տարածաշրջանում։ Եվ դա է պատճառը, որ Իրանը շատ է ակտիվացնում իր կապերը Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանը օգնի հարաբերությունների կարգավորման, խորացման Իրանի եւ Եվրամիության երկրների միջև, եւ ոչ միայն հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է ռազմավարական հարաբերությունների կանոնակարգ փաստաթուղթը։
հայտարարություններով այսօր հետաքրքիր հայտարարություններ կլինեն, հնարավոր լինեն կրկին մեղադրանքներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին, Եվրամիության որոշ երկրների կամ ընդհանուր առմամբ, բայց իմ խորին համոզմամբ, նույնիսկ եթե մենք այսօր լսենք այդպիսի հայտարարություններ, նույնիսկ եթե լսենք, կարող է եւ շատ զգուշավոր լինեն կոնկրետ այդ մասով, բայց նույնիսկ այդ պարագայում Հայաստանը համարվում է կարևոր երկիր, որի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ինչ-որ կապեր ստեղծել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Եվ եթե Հայաստանի միջոցով ինչ-որ կարևոր ուղերձներ փոխանցվեն Միացյալ Նահանգներին, դա շատ բանի մասին է վկայում։ Բնականաբար մենք գիտենք, որ Ռուսաստանը շատ լուրջ ձևով խաղի մեջ է ներգրավված, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ հիմնականում ուղղված են նաեւ իրանական կողմը, իրանական ատոմային ծրագրի լուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով նաեւ խոսվում է այդ մասին, փաստացի թե նահանգներից, թե Իրանից, այսինքն շատ է ակտիվացել այդ process-ը եւ Հայաստանը եւս կարող է կարևոր դերակատարություն ունենա, նույնիսկ Հայաստանին կարող է կարևոր դերակատարության հնարավորություն ընձեռնեն, չնայած որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր հնարավորություններով, սակայն նույն ժամանակ Իրանի հարևան երկիր է եւ չափազանց կարևոր երկիր է։ Եվ եթե նույնիսկ այս համատեքստում նայենք մենք երեկվա ադրբեջանական ապատեղեկատվությունը, թե իբր Իրանից զենք է տեղափոխվում Հայաստան, այստեղ եւս ամեն ինչ ընկնում է իր տեղը եւ սա տրամաբանորեն հուշում է մեզ, որ Ադրբեջանը ուզում է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար արևմուտքի հետ եւ ինչ որ մի process, ինչ որ մի գործընթաց խափանել։ Ես մի փոքր համարցակ ենթադրություններ եմ անում, բնականաբար այդ մասով, որ Հայաստանը կարող է ինչ որ միջնորդական դերակատարություն ստանձնել, բայց սա իմ ենթադրությունն է, իմիջիայլոց կարող է այդ դերակատարությունը այդքան էլ չերևա, բայց իրականում այն գոյություն ունենա։ Անցնենք միջազգային մնացած կարևոր հարցերին, ասեցի միանգամից, որ Հայաստանից հիմնականում բան չկար քննարկելու, բայց գտանք ինչ քննարկենք։ Տրամփի հայտարարությունները Ուկրաինայի մասով իրոք չասեմ հիասթափեցնող են, բայց լավ ոչինչ չեն մեզ հուշում։ Փաստացի Թրամփը ասում է, որ տարածքների մասով են հիմա բանակցությունները գնում, բայց դա բարձր վաղուց մենք գիտեինք, որ բանակցությունները ընթանալու են նաև տարածքների մասով։ Ռուսաստանի Դաշնությունը տարբեր շշուկների համաձայն պահանջելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանչելու Ղրիմը իր տարածքի մաս, Դոնբասը եւ Լուգանսկը նույնպես, բայց կա խոսք նաև այն մասին, որ հիմա Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է դենացիֆիկացիա, Ուկրաինայի դենացիֆիկացիա, ինչը դա նշանակում պարզ է, անունը դնեն դենացիֆիկացիա, թե ինչ որ մեկ այլ խոսք խորինեն, դրանով էությունը չի փոխվում պահանջների եւ պահանջը մեկն է, որ Ուկրաինայում տեղի ունենա իշխանափոխություն եւ Ռուսաստանի Դաշնության լոյալ իշխանություններ հաստատվեն Կիևում, որպեսզի նրանց հեշտ լինի ղեկավարել, ապագայում հասկանում եք, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Այսինքն հիմնական պահանջը դա է։ Այսօր արդեն Էրիադի բանակցությունների մասով, որոնք որ երեք տևել են 10 ժամ, հայտարարություն կլինի մեր ժամանակով ժամը 12:00-ին, հետևենք, թե ինչ հայտարարություններ կլինեն, իմ պատկերացմամբ այդ հայտարարությունները մեծ հաշվով շատ նոր ակնկալներ չեն տալու մեզ։ Թրամփը նաև հայտնել է, որ Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ավարտվել են բանակցությունները հատուկ մետաղների մասով, նա նաև խոսել է Գրենլանդիայից, որ Գրենլանդիայում փոփոխություններ տեղի կունենան եւ ոչ թե դա պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլ պետք է տեղի բանակցությանը, տեղի բանակցությունն է սպասում փոփոխությունների։ Նաև այստեղ կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հիմա հետաքրքրություն ավելի է մեծացել Գրենլանդիայի մասով տեղեկություն կար, որ Ջեյ Դի Վենսի փոխնախագահի Ամերիկայի Միացյալ Նահանգների կինը այցելել էր Գրենլանդիա եւ էլի տարբեր այցեր են եղել Գրենլանդիա, եւ եթե կարճ լինենք, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ են զբաղվում Գրենլանդիայի հարցով եւ նաեւ ասում են այն մասին, որ դա ուղիղ կապ ունի իրենց անվտանգության հետ։ Թուրքիայի մասով կարևոր է նշել, որ Թուրքիայում ցույցերը շարունակվում են,
Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, ջարդան մեքենաներ այս գիշերվա ընթացքում նույնպես։ Մենք Թուրքիայից բնականաբար խոսել ենք եւ կխոսենք, բայց կարևորը այն է, որ մենք պետք է հասկանանք, որ մենք չպետք է ինչ-որ կողմ բռնենք այս թուրքական գործընթացների մեջ, բայց նույն ժամանակ պետք է շատ լավ հասկանանք, թե այդ գործընթացները ուր են տանում։ Ես կներկայացնեմ տարբեր հայտարարություններ, երեք ներկայացրի օրինակի համար Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը, այսօր մենք ունենք Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը, ունենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Եվրոպայի մասով, եւ այս ամենից դուք կարող եք ինքներդ ենթադրություններ անել։ Ըստ Էրդողանի, բուրըն քննարկումները եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության մասին հստակ ասում են այն, որ առանց Թուրքիայի այդ ճարտարապետությունը, այդ անվտանգությունը անհնարին է։ Դրանից բացի նա անդրադարձել է Դոնալդ Թրամփի հարաբերություններին Թուրքիայի հետ եւ ասել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները կարող է ստանան նոր կարևոր ազդակներ հարաբերությունների զարգացման առումով, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև կարող են նոր հնարավորություններ լինեն հարաբերությունների մակարդակով։ Բայց նույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարությունը հետևյալն է ասում։ Գերմանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի ձգտումները դեպի Եվրոպական Միություն շատ ավելի խուլ են դարձել, այսինքն այս գործողությունների ֆոնին դատարկ եւ խուլ են դառնում այդ հայտարարությունները եւ ձգտումները Թուրքիայի, եւ սա տեղի ունենում այն պատճառով, որովհետեւ ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն, այսինքն ինչ է ասում Գերմանիայի արտգործնախարարությունը, որ ձեր ձգտումները դեպի Եվրամիություն դատարկ են դարձնում ձեր գործողությունները։ Եվ Գերմանիայի արտգործնախարարությունը նաև ասում է, որ քաղաքական ընդդիմադիր գործիչների տեղը բանտում չէ։ Եվ այն երկիրը, որը տեսնում է իր ապագան Եվրամիության անդամության մեջ, պետք է պաշտպանի օրենքի գերակայությունը։ Եվ այդ հայտարարության մեջ նաև ասված է, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում մեզ հարկավոր է ժողովրդավարական եւ օրենքի Թուրքիա, այնպիսի Թուրքիա, որը ստեղծվել էր եւ կար վերջին 100 տարիների ընթացքում։ Խոսքը քեմալական Թուրքիայի մասին է, որից որ Էրդողանը մի փոքր շեղվում է եւ գնում է դեպի Օսմանյան կայսրության Թուրքիա։ Այսինքն Գերմանիայի արտգործնախարարությունից եւ Ֆրանսիայի արտգործնախարարությունից հստակ դատապարտել են Էկրեմ Էմամօղլուի ձերբակալությունը։ Բայց կրկին նշեմ, որ այս գործընթացները Թուրքիայում, որոնք որ մեկնարկել են, դեռ նոր են թափ ստանում, ճիշտ է, ոստիկանությունը շատ լուրջ ձևով ճնշում է, բայց այդ պրայմերիզներում միջանկյալ ընտրությունների ժամանակ, որտեղ որ ընդդիմությունը իր թեկնածուին է ընտրում, մասնակցել են մոտ 15 միլիոն մարդ, որը որ աննախադեպ է Թուրքիայի պատմության մեջ, աննախադեպ մասնակցություն է ընդդիմադիր կուսակցության համար։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի եւ բաժանորդագրումների մասին, դա մեզ համար չափազանց կարեւոր է։ Հաջողություն, կհանդիպենք։